Նոր աշխարհակարգի ճանապարհին է Ալիևը, որն ի դեպ այսօրվա աշխարհակարգում դիրքավորվել է նախնադարյան բռնապետության ու ավտորիտար կեցվածքով։ Համենայն դեպս մի քանի երկրի ներկայացուցիչ հավաքել է շուրջը, այս թեմայով համաժողով է անում, չի մոռանում մեղադրել ու էլի մեղադրել հայերին, ամեն ինչի մեջ մտքով ինչ կանցնի։ Եվ մի բարձր լեվելի սուտ հայ-ադրբեջանական բարեկամության կառուցման մասին։ Այն է, Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ վստահության կառուցման քայլերը, ու այս խոսքից րոպեներ անց ձևակերպում է ռազմական առճակատման վտանգ կա։ Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսեւորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի։ Ալիևը, որ մի քանի օր է Հայաստանի ուղղությամբ կրակելու սադրանքի սպառնալիքը օդում պահելու հրաման է տալիս իր զորքին, զուգահեռ խաբում, թե հայկական կողմն է կրակողը, Բաքվի այս տխրահռչակ համաժողովում ասել է, թե վստահության հաստատման նախաձեռնություններ իրենց առաջարկել են վրացի գործընկերները, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում եւ հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։ Ձևակերպել է նման փոքր քայլերի օրինակ կարող է լինել լրագրողների հնարավոր փոխայցելությունները։ Հավաքվածների աչքին թոզ է փչում, ասում է քաղաքագետը, համոզում է, որ ինքը սուրբ է, հայերն են տարածաշրջանի ագրեսորը։ Նա հող է պատրաստում հաջորդ ռազմական գործողության համար։ Նա բոլոր այդ ներկայացուցիչներին հավաքում է, ասում է, տեսեք, Հայաստանը էլի չի համագործակցում, խաղաղություն չի ուզում, ես որ հարձակվեմ էլի Հայաստանի վրա, ինձ չմեղադրեք։ Գնդակը Հայաստանի դաշտում է, հին երգն է կրկնել ու հայերին նորից որակել օկուպանտ։ Ակնարկել, թե Զանգեզուրի միջանցք կոչվածը եղել ու մնում է իր ամենամեծ երազանքը։ Համաժողովում է լստեության դրան հասնելու հնարավոր ագրեսիան արդարացնելու նախնական փորձերն են։ Էներգետիկ անվտանգություն, տրանսպորտ, ներդրումներ, տնտեսական օգուտներ։ Հայաստանն ագրեսիայի արդյունքում իրեն փաստացիորեն զրկել է այս ամենից։ Ինքն իրեն զրկել է ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների եւ տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Ճանապարհ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչնդոտ։ Սա է Ալիևի բոլոր գործողությունների առանցքը։ Սրան են միտված բոլոր հավաքներն ու ելույթները։ Թեև Հայաստանը Ադրբեջանից անընդհատ խաղաղություն է ուզում, մասնագետի համոզմամբ պետք է հասկանա, որ Ալիևի մտքին ուրիշ սցենար կա։ Մենք Իրան չենք կարողանալու անցնել։ Մենք պետք է Ադրբեջանից թույլատրություն խնդրենք, որ գնանք մեղրի։ Իսկ դրանից հետո կամաց-կամաց այս օղակը սեղմվելու է։ Բացի է խոսում ռազմական առճակատման մասին, այն էլ տարբեր պետությունների ներկայացուցիչների առաջ։ Չերկնչելով անգամ, որ գործ ունի ինքնիշխան պետության հետ, Ալիևը աշխարհին ուղիղ է ասում, պատրաստվում է նորից կրակել։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։